Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 27-ի լուսնի միացումներն են։ Լուսինը բավականին շատ միացումներ ունի, երկուսը լարված են, երեքը ավելի լավը։ Լարված միացումը տեղի ունենալու հենց առավոտյան ժամը 07:07:00-ից մինչև 13:00։ Լարված միացումը տեղի ունենալու Վեներայի հետ, իսկ դա նշանակում է լարվածություն հարաբերություններում, լարվածություն գումարի հետ կապված, ոչ մի գործարք մի կնքեք այդ ժամերին, սիրելիի հետ, եւս ուշադիր եղեք, որովհետեւ առավոտյան ժամը 7-ն է, առավոտյան արդեն կարող եք վիճել իրար հետ։ Բացի դա էլ դա նաև աշխատանքի վայրում դա կարող է տեղի ունենալ, այսինքն իրար լավ չհասկանաք, մինչև օրվա արդեն ոնց որ ընդմիջումից հետո նոր կկարողանաք արդեն իրար լավ հասկանալ։ Ժամերը ես նշում եմ Հայաստանի ժամանակով, ովքեր որ ապրում են մեկ այլ ժամային գոտում, պետք է փոխեն իրեն ժամերը։ Հաշվեք Հայաստանի ժամում ժամը 7-ն է, ձեզ մոտ հաշվեք թե ժամը քանիսին է։ Իսկ հետո արդեն լավ միացումներ ունենք առավոտյան ժամը 11:30-ից մինչև 15:30 րոպեն, հետո 15:30 րոպեից էլի լավ միացում ունենք մինչև 22:30 րոպեն, եւս էլի լավ միացում ունենք ժամը 23:00-ից արդեն գիշերը կամ առավոտյան շաչուր 05:00-ն։ Բայց նաև այդ ընթացքում, երբ որ ունենք լավ միացում, նաև ունենք լարված միացում հենց նույն ժամանակահատվածում, այսինքն 22:00-ից մինչև 05:00-ն։ Ավելի սա լարվածը ինձ թվում է ավելի շատ կազդի ձեզ վրա, քան լավը։ Եթե դուք ամեն ինչ կարգ ու կանոնով անեք, կարգապահությամբ, ամեն պարտականությունները ճիշտ կատարեք, լարվածություն չստեղծեք, ապա այս լարված միացումը ինձ թվում է այդքան էլ ձեր վրա չի ազդի։ Որովհետև եթե նայենք մոլորակների դիրքերի հեռավորությունը, մինչև նա ձեզ վրա ազդի, այս մյուսը ձեզ ավելի լավ բան է տալու։ Իսկ եթե դուք ապրում եք մեկ այլ ժամային գոտում, ապա այդ ժամերին յուրաքանչյուր, եթե պայմանագիր պետք է ստիպված լինեք կնքել, ապա յուրաքանչյուր պայմանագիր լավ ուսումնասիրեք, նոր հետո կնքեք, որովհետև ձեզանից պահանջվելու է դա, որ դուք ամեն ինչը լավ ուսումնասիրեք, նոր հետո անեք։ Նոր աշխատանքի անցնելուց եւս պետք է ամեն հարցում պատասխանատվության զգացում ունենաք եւ չուշանաք, օրինակ առաջին օրն է, եթե մեկ այլ հարցեր եթե կան, ապա պետք է շատ ուշադիր։ Կարևոր որոշումներ կայացնելու համար պետք է այստեղ հասկանաք, որ որից մի բան պետք է փոխեք ձեր կյանքում, նոր հետո այդ կարևոր որոշումը դա պետք է լինի, ոնց որ փոխեք, տրանսֆորմացիայի ենթարկեք այդ ոլորտը, նոր հետո դրանից հետո ոնց որ ասեք, դե հա պետք է սա անեմ, բայց պետք է սա փոխեմ, որ սա լավ ստացվի ինձ մոտ։ Միայն այդպես։ Անշարժ գույքի վաճառք կամ գնում եւս, այսինքն այն մարդկանց համար եմ ասում, ովքեր որ ապրում են մեկ այլ ժամային գոտում եւ ձեզ մոտ դեռ ցերեկ կարող է լինել։ Իսկ դե Հայաստանի համար գիշեր է եւ այդքան էլ էական նշանակություն չի ունենա։ Եվ նշեմ, որ եթե երեկոյան ժամ է սա, եթե ընտանիքի հետ անդամների հետ կապված, ձեր զույգի հետ կապված չարաշահեք այդ ձեր շփումը ավելի լարված դարձնեք, ապա այն որ ասում եմ մինչև առավոտյան շուտ վերջնական որոշում կկայացնեք, թե ինչ եք անելու այդ հարաբերությունների հետ։ Սկսեք տրանսֆորմացիայի ենթարկել այդ հարաբերությունները առավոտյան, իրար հետ կարող եք արդեն չխոսել, պլյուս դա կարող է տեղի ունենալ բավականին երկար ժամանակ։ Նման ինչու այդ ամենը անել, եթե ուղղակի պետք է յուրաքանչյուր մեկը այդ ժամանակ երեկոյան ժամին ավելի լուրջ վերաբերվի հարաբերություններին, ավելի լուրջ վերաբերվի յուրաքանչյուր թեմային, ինչ որ կխոսեք տան մեջ։ Դե իսկ մնացած օրվա ընթացքում բավականին լավ միացումներ ունեն, այնպես որ ժամը 13:00-ից հետո կարող եք յուրաքանչյուր գործողություններ անել, իսկ առավոտյան այստեղ կարող եք նաև, եթե առավոտյան պետք է կատարեք գնում, օրինակ մեքենա ձեռք բերելու հետ կապված, էլեկտրականության հետ կապված, յուրաքանչյուր էլեկտրոնիկա, տեխնիկա, հա, ինչ որ պետք է գնեք, այդքան տեխնիկա չի, ինչքան որ էլեկտրոնիկա։ Ինչ որ մի կապված էլեկտրականության հետ, կոնկրետ օրինակ այնտեղ
պլիտա կլինի կամ ինչ-որ բաներ են, հա, դա մի փոքր արդեն այստեղ պետք է սպասեք, լավ կլինի սպասեք, թող անցնի 13:00 նոր հետո, որովհետև կարող եք ճիշտը չընտրել, կարող եք ավելորդ գումարներ ծախսել, դա համար սպասեք, հետո նոր կգնաք, իսկ մնացած ժամանակներում այստեղ ոմանք կարող է նաև սիրահարվել, սիրո խոստովանություններ այստեղ ստանալ, ինչու՞ չէ, ամուսնության առաջարկ նույնպես, էլեկտրականության հետ նաև նույնն էլ կարող եմ ասել կաբելները, այն ինչ որ կապված էլեկտրականության հետ մի խոսքով, այդ ամենը, որ ավելի լավ արդյունավետ, հա, գնեք այնտեղ չգիտեմ, բղինձ է լինում մեջը, ինչ է լինում, այդ ամենը գնելու հետ կապված սպասեք գոնե 13:00-ից հետո, որ արդեն լավ միացումը ազդի ձեզ վրա, որ կարողանաք ճիշտ ընտրություն կատարել։ Նույնը նաև կարող եմ ասել մեքենայի համար, նույնը նաև հեռախոսների համար, եւս էլի մի փոքր սպասեք նոր հետո գնեք, միշտ ապեք այդ ժամանակահատվածում, որովհետև Վեներայի հետ է, իսկ Վեներան դա գեղեցիկն է, նաև գումարն է, այսինքն եւ կարող ձեզ դուր չգալ հետո, ասեք վայ, իզուր ես սրան գումար տվեցի, բայց արդեն օրինակ կտրել են, հա, եթե լար եք գնել, կտրել են, չեք կարող այդ վերադարձնել եւ այլն, այնտեղ շատ բաներ կան։ Յուրաքանչյուր էլեկտրական սարքավորում կլինի դռել եւ այլն։ Կբերեք, կօգտագործեք, կտեսնեք, որ նորմալ չի պտտվում, նորմալ չի անցկանում եւ այլն, պետք է նույնիսկ կրկին ծախսանեք։ Դա մի արեք, սպասեք 13:00-ից հետո Հայաստանի համար։ Եվ լինելու է լուսնային 10-րդ օրը, կարծես թե հիանալի օր է լուսնային 10-րդ օրը, յուրաքանչյուր բան կարելի է նաև հենց ցերեկը ունենք լավ միացումներ, այնպես որ օգտվեք այդ առիթից։ Ափսոս որ շաբաթ օր չէ, որովհետև եթե ընկնում է շաբաթ, դա հիանալի ամուսնությունների համար։ Եթե զաքսավորվում եք այդ օրը, եւս էլի հիանալի կլինի ձեզ համար։ Եվ իհարկե պետք է շատ ուշադիր լինեք այսօր հիվանդացողների համար, որովհետև այս օրվա հիվանդությունները դրանք բավականին ծանր են նաև մահացու։ Եթե շտապ օգնություն ցույց չտաք, եթե ինչ-որ մի տեղը, եթե ինչ-որ մի բան ա, հիվանդանում է մարդը եւ իրեն լավ չի զգում, եթե ուղակի բանի տեղ չդնի, դա կարող է սրվել այնպես ինչպես եւ շատ երկար տևի եւ հետո մարդը ուղակի մահանա։ Եվ ովքեր որ պահք էին պահում, այսօր բացարձակապես չի թույլատրվում պահքը պահել։ Այսօր պետք է խախտեք պահքը, այսպես ասած։ Դե դա թողում եմ արդեն ձեր հայացողությանը, կարևորը սովի մի մատնվեք, ավելի լավ է կերեք, եթե պահք եք պահում, կերեք այնպիսի ուտելիքներ, որոնք որ ավելի թեթև են, բայց շատ նենց մի արեք, որ սոված մնաք։ Եվ եթե նոր աշխատանքի եք տեղափոխվելու, պաշտոն եք ստանալու, ուզում եք բիզնես բացել, շինարարություն սկսելու համար, շատ լավ կլինի, երբ որ սկսվում է 10-րդ լուսնային օրը, բայց ծախսերը անելու համար սպասեք 13:00-ից հետո, իսկ եթե ծախսեր չկան, ինչ որ գործեր եք սկսելու, որոնք այս պահին իրենցից ծախս չեն ներկայացնում, ապա սկսեք առավոտյան։ Չնայած գիտեք, եթե ինչ որ մի բիզնես եք սկսում, ապա դա նաև գեղեցկության հետ է կապված։ Բիզնես ամեն ինչ դա հենց էլի Վեներան էլի գումարներ, դա համար ի վերջո լավ կլինի ընդհանրապես ժամը 13:00-ից հետո անցնեք նոր աշխատանքի, դե ինձ թվում է առավոտյան որ գնաք աշխատանքի, հատկապես առաջին օրը լինի, այդքան էլ ձեզ դուր չի գա, նոր օրվա երկրորդ կես կասեք դե լավ տեղ ա երևում, ուղղակի առաջին տպավորություններ այդպիսին։ Եվ գույների հետ կապված լուսինը գտնվում է առյուծ նշանում եւ առյուծի գույնը հենց համարվում է կարմիրը, իսկ որպես հակադիր գույներ դեղինը եւ կապույտն է։ Կարմիրը ընդհանրապես եթե դուք ունեք բարձր արյան ճնշում կամ սրտի հետ կապված խնդիրներ, ապա մոռանում եք կարմիր երանգը ոչ հագուստի մեջ, ոչ սննդակարգում չպետք է օգտագործեք։ Եվ իջեցնելու հավասարակշռելու համար լավ կլինի օգտագործեք այս պահին դեղինը կամ կապույտը։ Միայն այն մարդկանց համար է, ովքեր որ արյան ցածր ճնշում ունեն, լավ չի շրջանառվում եւ այլն, արյունը արդեն պետք է օգտագործեք կարմիրը։ Բայց դե եթե դուք չգիտեք ճնշումը բարձրանում է թե իջնում, չունեք այդ ապարատը չեք հասկանում, ուղղակի գլխացավեր ունեք, ապա ինձ թվում է ավելի լավ կլինի հեռու մնաք կարմիրից։ Ամենայն դեպս չեք կարող, ասել ինչ կարող է տեղ ունենալ, կարող է այլ ավելի շատ բարձրանալ եւ հատկապես սրտի հետ կապված խնդիրներ ունենալ։ Այսքանը սիրելիներս այսօրվա համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։